նախ ուզում եմ ասեմ, որ ես պարոն Հազինյանի կարծիքը կիսում եմ առ այն, որ պետք չէր մտնել այդ ընտրվել չընտրվելու թեմայի մեջ, բայց քանի որ պարոն Ֆարմանյան դուք եւ պարոն Վարդևանյանը դրա վերաբերյալ շեշտադրում եք արել եւ պարոն Վարդևանյանը այդ թվում, եթե չեմ սխալվում, համանդրությունից համապատասխան կետը մեջ բերեց, մենք իհարկե համանդրությունը հարգում ենք, բայց կա մի հատ համանդրության ուրիշ կետ եւ եթե այդ պնդումով շարժում ենք, որ մենք պարտավոր էինք ընտրել, մենք կարող ենք գնենք 8-րդ գումարման հայտնի իրավիճակի մեջ եւ այդ նույն տրամաբանությամբ կարող ենք ենթադրել, որ դուք էլ եք պարտադիր ընտրել, բայց ամեն դեպքում դուք քաղաքական դիրքորոշում եք հայտնել ձեր քվեարկությունով եւ նաեւ ըստ էության, քանի որ տեխնացուները փոխվում են, դուք հասկանում եք, որ եթե տեխնացուները չփոխվեն, մենք կարող է կոլապսի ենթարկվենք, ինչը էլի եւս ողջունելի է։ Հիմա բուն հարցս։ Պարոն Ֆարմանյան, դուք ասում եք, որ դուք անալիտիկ եք։ Կներեք, ես պետք է ռուսերեն ասեմ, որտեվ հայերեն չգիտեմ դրա ճիշտ ձևակերպումը, ինչը իրանից ենթադրում է։ Վերլուծաբան, չէ, այդ գիտեմ, այդ բարակապակցությունը հայերեն կարող չկարողանամ գրագետ ասեմ։ Ինչը նշանակում է, որ դուք ռուսերեն ասած ունեք անալիտический склад ума։ Ես դա տենց եմ հասկանում։ Հիմա հարցս այդ նույն հարցն եմ ձեզ տալու, ինչ որ տվել եմ ձեր ընտրությունների ժամանակ, որտեղ պատրաստվում եմ այդ նույն հարցը տամ Արգարժան տեխնացուին։ Խնդրում եմ, որպես անալիտիկ, կարող եք, ես չեմ ու ֆիքսում եմ, ես չեմ ասում, որ դուք եղել եք դրա մասնակից կամ անդամ։ Ես ասում եմ, կարող եք դուք նկարագրել, որպես անալիտիկ, ինչ է իրենից ենթադրում համակարգային կոռուպցիան եւ ինչպես է ինքը աշխատում ըստ ձեզ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Գաբրելյան, նախ սկսեմ սկզբից, ես պարտավոր եք ընտրել բառը չեմ օգտագործել, ես ընդհանրապես ասել եմ, որ տրամաբանություն չկա ըստիս չընտրելու, որովհետեւ վերջին հաշվով, եթե հանձնաժողովների համապատասխան պաշտոնները բաժին են ընկնում ընդդիմությանը եւ առավել եւս ձեր քանակական առավելության պարագայում տեղ ինչ որ առանձնահատուկ գործառույթներ չունի հանձնաժողովի նախագահը բացի կազմակերպչական գործառույթներից մեծ հաշվով ուղղակի ես իմ կարծիքն եմ հայտնել, բայց չեմ ասել պարտավոր եք։ Դա ձեր իրավունքն է, ուղղակի ընդհանրապես նշեցի գործող օրենսդրության թերությունները, այսինքն տրամաբանություն չեմ տեսնում, եթե դա հասնում է ընդդիմությանը, հետեւաբար պետք է լիներ այնպիսի մեխանիզմ, որ միանգամից ավտոմատ ընդդիմությունը որոշեր։ Այսինքն մենք կախված չլինեինք հակառակ թևի ձայներից։ Սա ուղղակի կարծիք։ Շատ կարճ պատասխանեմ, պարոն Գաբրելյան, համակարգային կոռուպցիայի սահմանում չեմ կարող տալ, թերևս ինչ որ դասագրքային, ասենք ինչ որ տենց ենթադրություններ կարող եմ անել, ոչի, այլ պատասխան չգիտեմ, չեմ տիրապետում։ Արձագանք։ Շատ բարի։ Եվ այդ տեսանկյունից համամիտ եմ ձեզ հետ, որ փաստացի մենք օրենքի հետ կապված խնդիր ունենք եւ գուցե մտածենք այն ուղղությամբ, որ ապագայում հաշվի առնելով համապատասխան բանաձևը գուցե նախագահները նշանակովի լինեն, որպեսզի մենք այսպես էլի այդ ընտրության բանով չընկնենք, էլի, բայց քանի որ կա ընտրությունը, նշանակում է կան հարցեր եւ նշանակում է կան պատասխաններ, որոնց հիման վրա ես որպես ընտրող պետք է կայացնեմ իմ ընտրությունը։ Եվ քանի որ դուք որպես անալիտիկ կրկին չեք պատասխանում ինձ, գոնե մոտավորապես ինչ է իրանից ենթադրում ըստ ձեզ ոչ դասակարգային սահմանումով համակարգային կոռուպցիան, ես էլի խնդիր եմ տեսնում դրա մեջ, որտեղ ես ոչ որպես մասնագետ առավելևս որոշակի առումով պատկերացում ունեմ, թե ինչ է իրենից ենթադրում համակարգային կոռուպցիան։ Այսքանը շնորհակալ եմ։ Պարոն Գաբրելյան, ես ամենայն անկեղծությամբ հավատում եմ ձեր ազնվությանը, որ դուք էլ կոռուպցիայի մեջ թաթախված չեք եղել երբևէ եւ պատկերացում ենթադրում եմ, որ կարող եմ ունենալ այնքանով, որքանով դուք։ Շնորհակալություն, պարոն Ֆարմանյան, դուք կարող եք զբաղեցնել ձեր տեղը։